Ամենակալ Տիրոջ խոսքն ասում է. եթե ինձ թողնես, ես էլ քեզ կթողնեմ հավիտյանս հավիտենից։ Եղբայրներ, քույրեր, առաջին մնացորդաց 28:9 եւ Մատթեոս ավետարանի մեջ գրված 28:20 համարը, նորից եմ ասում, շատերը խորհրդատում են, թե այստեղ հակասություն կա, ոչ սիրելիս։ Կատամ է տողել առաջին մնացորդաց 28-րդ գլխին համարից։ Եվ դու, որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն, ծառայի նրան կատարյալ սրտով, հոժար կամքով, որտեղ Տերը քնում է բոլոր սրտը, գիտի խորհուրդները, բոլոր միտքը։ Եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից, իսկ եթե նրան թողնես, նա էլ քեզ կթողնի հավիտյանս։ Սիրելի հայր, եղբայր եւ քույր, ուղղակի ուզում եմ, որ այսօր այս խոսքերից մենք միտք առնենք, որովհետեւ երբ որ մենք նայում ենք ամենամեծ պրոբլեմը մարդ Աստված բաժանության հետևանքով է։ Երբ որ անձնավորություն հեռանում է Աստծուց, օրհնության փոխարեն գալիս է պրոբլեմները, խնդիրները եւ անեզք։ Եթե այսօր իմ կյանքի մեջ ինչ-որ բան տեղի չի ունենում, չի ստացվում այնպես, ինչպես որ ես ուզում եմ, որն է պատճառը։ Սիրելի անմահոկի, ամենամեծ ցավը հետևյալն է, մեր կյանքի մեջ բաժանությունը ձևակերպվում է այստեղից։ Եղբայրն ասաց, որ մեզ խանգարող է մեր մարդկային իմաստությունը։ Այսօր մարդկային իմաստությունը ինչ է խորում մտածում։ Մարդկայինը մտածում է լոկ իրեն ուզածին պես։ Ամենակալ Աստված Իսրայելին 40 տարի անապատի մեջ ման բերեց։ Հետաքրքիր է, Աստված Իսրայելի սիրտը չգիտեր։ Իրեն նպատակը մեկն էր, որպեսզի Իսրայելը հասկանար, որ ամենակարևորագույնը եւ ամենալավագույնը դա հավիտենական կյանքն է։ Այսօր երբ որ մենք նայում ենք, մեր կյանքի մեջ բաժանությունները ձևակերպվում են այստեղից։ Ուզում եմ հիշեցնել մեկ համար, որը գրված է Երեմիայի մարգարության մեջ 2-րդ գլխից։ Նայեք ինչ ասում 5-րդ համարում։ Ձեր հայրերը ինչ անիրավություն կտան ինձ վրա, որ հեռացան ինձանից եւ ունայնության ետևից գնացին եւ ունայնացան։ Ինքը ամենակալ Աստված հարց է տալիս Իսրայելին, ձեր հայրերը ինչ կտան ինձ վրա, որ հեռացան ինձանից։ Եվ շարունակություն, երբ որ մենք կարդում ենք 13-րդ համարի մեջ գրված է, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն կործեց։ Որն էր այդ կրկնապատիկ չարությունը։ Ինձ կենաց ջրի աղբյուրս թողեցին եւ իրենց համար հորեր փորեցին ծակծակ հորեր, որոնք երբեք չեն կարող ջուրեր վահել։ Սիրելիներ, այսօր անձնավորությունը բաժանվում է ամենակալ Տիրոջից, երբ որ իրեն փապակը մեկն է, ունայնությունը։ Իսկ որն է ունայնությունը։ Սիրելիներ, ուշադրություն դարձեք ամենահարուստ եւ ամենաիմաստուն անձնավորության խոսքերն է։ Երբ որ մենք կարդում ենք Ժողովող գրքի մեջ, Սողոմոն իմաստուն հետևյալն ասաց. ամեն բան ունայն է։ Ունեցավ ամեն ինչ Սողոմոնի պես հարուստ, Սողոմոնի պես իմաստուն եւ Սողոմոնի պես կարող, որից մեկը չէր։ Բայց վերջնակետում հասավ այդ մտքին, որ ամեն բան ունայն է։ Սիրելիներ, այսօր մենք ցկտում ենք ունայնության հետևից։ Որն է այդ ունայնությունը։ Այս ժամանակավոր կյանքը։ 20 տարեկան անձնավորության համար կյանքը ուրիշ է, 80 տարեկան անձնավորության կյանքը լրիվ ուրիշ։ Ուղղակի կուզեի, որպեսզի մենք մեզ պատկերացնենք, մանավանդ խոսքս մեծերին է։ Ինչ ես պատկերացնում, 100 տարեկան մարդու կյանքը ինչպիսին է։ Որից է մեկ անձնավորություն կուզի այսօր ապրի, ենթադրենք 120 տարեկան մարդու կյանքով։ Կա մեկը։ Որն է պատճառը, որովհետև այդ 120 տարեկանը ցավ տառապանք է, հիվանդություն։ Եվ այսօր անձնավորությունը իր մարդկային մտածելակերպով խորում մտածում է, որ այսպես ապրի ամենալավագույնն է։ Ինքը ամենակալ Աստված հարցնում էր Իսրայել ժողովրդին, ձեր հայրերը ինչ կտան ինձ վրա, որ թողեցին եւ ունայնության հետևից գնացին։ Շարունակության մեջ ասում է, որտեղ իմ ժողովրդը կրկնապատիկ չարություն կործեց, որն է այդ չարությունը։ Ինձ կենաց ջրի աղբյուրը թողեցին, իրենց համար հորեր փորեցին, ծակծակ հորեր, որոնք չեն կարող ջուրեր պահել։ Այսօր մենք այդ ծակծակ հորերը, այդ կյանքն ենք մեզ համար ձևակերպում, որը չունի հավիտենական, որը չկա
որի մեջ չկա ուրախություն եւ կյանք։ Երբ որ մենք կարդում ենք Հոբի վրայով, Հոբը 14-ի առաջի համարում հետևյալն էր ասում. կենկանի ծնված մարդը կարճ կյանք ունի, լիքն է ցավերով։ Լավ այդ անձնավորությունը մի հատ ուրախ օր չէր տեսել։ Սիրելիներ, եթե այսօր մենք կարողանանք բախտատել մեր ուրախության օրերը եւ տխրության կամ ցավի օրերը, ուրախության օրերը շատ քիչ են։ Եվ սրա համար ամենակալ Աստված մեզ ուզում է բերել հենց այս վիճակին, ինչի համար ենք մենք բաժանվում։ Աստծո նպատակը հետևյալն է, որ մենք մեկանանք, ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Լուկաս ավետարանի մեջ կարդամ, ներողություն, Հովանու ավետարանի մեջ կարդամ, մենք շատ անգամ սա ասում ենք հանրապետական աղոթ, որն է ամենակալ Աստծոյի ծրագիրը։ Գրված է, որ ամենը մեկ լինի, ինչպես դու հայր ինձ անում եւ ես քեզ անում, որ նրանք էլ մեզ անում մեկ լինեն։ Աստծոյի ծրագիրը սա է մարդկության վրա, որ մարդը Աստծո հետ մեկ լինի։ Բայց ինչու համար է մարդը բաժանվում, որն է խնդիրը, որովհետեւ մարդը տեսնում է կյանք Հիսուսից դուրս։ Հիշում եք, առաջի Հովանու 5:9 համարը շատ անգամ քարոզվել է, գրված է. եթե մարդոց վկայություն ընդունում եք, ավելի մեծ է Աստծո վկայությունը։ Իսկ ո՞րն է Աստծո վկայությունը։ Շարունակության մեջ գրված է, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Հիմա հարցը հետևյալն է, մենք ինչին ենք ցկտում։ Կյանքին, թե ունայնությանը։ Այսօր ինքդ քեզ պիտի հաստատես։ Երբ որ կքնես, երբ որ գլուխդ կտնես բացին, մի հատ մտածիր, ինչի համար է սափրում։ Ինքը Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթերի մեջ հետևյալն էր ասում. ուշադրություն դարձեք, ապա ով կբաժանը մեզ Քրիստոսի սերից, տառապանք թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերկություն, թե վտանգ, թե սուր։ Հետաքրքիր է, հարցը հետևյալն է, ինքը ուզում է, որ այսօր մենք կարողանանք սա տեսնել, այսինքն մահը, տառապանքը, նեղությունը չի կարող բաժանել Քրիստոսի սերից։ Լավ, Քրիստոսի սերը ինչ է տալու, որ մարդը պատրաստ է մեռնելու։ Անգլիայում սա իրական դեպք է, թագաժառանգներից մեկը սիրահարվում է Կերճուկ աղջկա վրա։ Երբ որ հորը ասում է, որ այդ ամուսնությունը տեղի ունենա, հայրը մերժում է։ Եվ տղայի առաջ դնում է երկու վիճակ. կամ թագը, կամ այդ աղջիկը։ Հետաքրքիր է, այդ թագաժառանգը ընտրում է աղջկան։ Ինչու համար։ Որովհետև սիրում է։ Եվ այսօր քույրս, եղբայրս, նույն կարգավիճակի մեջ մենք ենք։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, այսօր Աստված ինձ եւ քեզ ինչ է ասում։ Երկրորդ օրինաց 30:10 համարն է։ Այսօր երկինք եւ երկիր վկա են կանչում ձեր վրա։ Կյանք եւ մահ, օրհնություն եւ անեծք ձեր առաջ է դրի։ Ուրեմն կյանք ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Մեստեղ կյանքը 60-70 տարվա մասին չէ խոսքը։ Հովանու ավետարան 10-րդ գլուխ 10 համարի մեջ գրված է. ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի։ Ինքը չի խոսում 70 տարի, դառնա 90 տարի։ Նորից եմ ասում, 100 կամ 120 տարեկան մարդու կյանքը կարող ենք պատկերացնել։ Կամ 200 տարեկան մարդու կյանքը։ Ով կուզե այդ կյանքով ապրել։ Որից մեկը չի ուզում։ Ասել, որ դու գալիս ես ու նպատակը միայն մեկն է, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք Տեր Հիսուս Քրիստոսի հետ, հավիտենական ուրախություն։ Այս համար ուղղակի ես ուզում եմ, որպեսզի մենք խորը մտածենք այս մասին եւ կուզեի, որպեսզի մենք լուրջ նայենք մեր հետագայի համար։ Եվ այս միտքը, որ ասվեցավ, ինքը ամենակալ Աստված գիտե մեր սրտերը։ Ինչու համար ասում, եթե ինձ թողնեք, ես էլ ձեզ կթողնեմ հավիտյանս։ Սիրելիներ, Աստված ամեն մեկին գիտի։ Նորից եմ ասում, Աստված երբեք մարդուն չի թողում։ Թողողը միայն անձնավորությունը։ Ինչի հետևանքով կանդրադառնանք սա։ Հիշում եք, Հովանու ավետարանի մեջ, երբ որ մենք կարդում ենք 3-րդ գլխում, գրված է հետևյալ միտքը։ 16-ում ամենակալ Աստված այսպես է ասում. եւ Աստված այնպես սիրեց աշխարհը։ Ինչպիսին է իրեն սիրը, որ ինքը իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Եղբայրներ, քույրեր, ուղղակի մենք այս կարող ենք պատկերացնել։ Աստված այնքանը մեզ սիրել,
որ իր որդին զոհել է, որ ես եւ դու կյանք ունենանք։ Բայց շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է հետեւյալ համարը, 19 համարից եմ կարդում, Հովանու 3:19։ Եվ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Շարունակության մեջ գրված է, որովհետև նրանց գործերը չարան։ Որովհետև ամեն չար գործող ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն։ Լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին։ Այսօր ես ի՞նչն եմ սիրում, լույսը թե խավարը։ Սա առաջնայինը պիտի լինի ինձ համար։ Եվ այսօր ես պիտի գիտակցեմ, որ ամենակալ Աստված եկել է ինձ հավիտենական կյանք տալու համար։ Սիրելի անմահ հոգի, ուղղակի ուզում եմ պատկերացնես, հավիտյանս հավիտենից պիտի ապրես ուրախության մեջ երիտասարդ կյանքով։ Ոչ ծերանալ կա, ոչ ցավ կա, ոչ պրոբլեմ կա։ Այսօր շատերը այս կյանքին չեն հավատում։ Բաժանությունը ծնվում է այստեղից։ Նախապես առաջ անցնելով ես պիտի ասեմ հետևյալը. ինչու համար է մարդը բաժանվում ամենակալ Տիրոջից, որովհետև ինքը չի հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Կամ Աստծո հավիտենական ծրագրին։ Սրա համար ես կանդրադառնամ։ Բայց ես ուզում եմ խոսենք բաժանության հիմքերի վրա, որտեղից է սկսում մարդ ասված այդ բաժանությունը։ Երբ որ մարդու սրտի ուզածը չի լինում, մարդը բաժանվում է։ Ուշադրություն դարձեք Հովանու ավետարան 6-րդ գլուխ։ Տեր Հիսուս Քրիստոս խոսում է երկնքից իջած կյանքի մասին։ Եվ ինչ ասեց. ես եմ երկնքից իջած հացը։ Աշակերտները ոչ թե մնացածը ասացին խիստ է բան, ով կարող է լսել դրան։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ 67 համար 6-րդ գլուխ։ Սրանից հետո նրա աշակերտների շատերը ետ գնացին, այլևս ման չեն գալիս նրա հետ։ Այսինքն բաժանվեցին Հիսուսից, որն էր բաժանման հիմքը։ Այսօր շատ անձնավորություններ աշակերտի հոգեբանությունն ունեն։ Մտածում են այնպես, ինչպես որ այդ աշակերտները։ Մարդը մտածում է Հիսուսին գալով իմ կյանքի մեջ ամեն հարց կլուծվի։ Բայց եղբայրը հիշատակեց, որ ամենակալ Աստված այդ ծովի մեջ ալեկոծությունը բերում է ի նպաստ քեզ։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը հասկացել էր Աստծո հավիտենական սիրո վրայով եւ հավիտենական ծրագրի վրայով, եւ սա էր պատճառն ասում էր։ Իրեն համար սա առաջնային էր։ Եթե բարձրանալ պիտի լինի, միայն իմ տկարությունով։ Լավ, նորմալ մարդ իրան տկարությունով կբարձրանա, թե չէ։ Մինչև քեզ չբացվի հավիտենությունը, մինչև քեզ չբացվի Աստծո հավիտենական սերը եւ իրեն ծրագիրը, դու կմտածես այս աշակերտների պես։ Ես բազում անգամ ասել եմ, իմ կարծիք, ինչ համար աշակերտները թողեցին գնացեն։ Որովհետև իրենք սպասում են Մեսիային։ Իսրայելը հռոմեական կայսրության իշխանության տակ էր, գերություն։ Եվ իրենց նպատակը սա էր, երբ որ Մեսիան կա, իրենց պիտի ազատի այդ կայսրության, այդ գերության տակից։ Եվ մտածեցին Մեսիան կլինի թագավոր, իրենք ամեն մեկը կլինի քաղաքապետ, մեկը մարզպետ, մեկը դեպուտատ, մեկը չգիտեմ ինչ։ Բայց երբ որ Հիսուս ասեց, ես չեմ եկել սրա համար, իմ գալիսյան նպատակը երկնքի առկայություն հաստատելն է, երկինք տեղափոխելն է, ասեցին խիստ է բան։ Կամ 73-րդ Սաղմոս։ Բազում անգամ այս մասին խոսվել է։ Ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ուշադրություն դարձրեք, Ասաֆ, որը ունի բազում սաղմոսներ, բազում սաղմոսների հեղինակը։ Ինչ ասում, երկրորդ համարի մեջ, քիչը մնացե ոտներս ծրվեն եւ բան չմնացե կնաս կսա։ Այսինքն քիչը մնացե, որ Աստծուց հեռանա, որն է պատճառը։ Ուշադրություն դարձեք այս մարդկային մտածելակերպն է, որ մեզ խանգարում է, որովհետև մարդը մտածում է իրեն ուզածի պես։ Մենք շատ անգամ ասում ենք, որն է Աստծո կամքը։ Մեր բոլորի պատասխանը մեկն է, Աստծո կամքը բարին, հաճելին կատարյալն է։ Բայց Սուրբ Գիրքը մեզ հետևյալն է սորեցնում, Հռոմեացիս 12:2։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչն է Աստծո կամքը, բարին, հաճելին կատարյալ։
Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ես այսօր մարդկային իմաստության այս աշխարհի կերպարանքն եմ վերցրել եւ խորում մտածում եմ բարին։ Ո՞րն է բարին։ Հոբը 42-ի 3-րդ համարի մեջ ասում է. Աստված ինձի հրաշալի բաներ կեներ, բայց ես չէի հասկանում։ Լավ, այդ տառապանքները հրաշալի էր։ Եղբայրը խոսեց այդ մասին, այդ ալիքների, փոթորիկների բուն նպատակը Աստծոյի բարությունը մեր հանդեպ։ Երբ որ մարդը նեղության մեջ է, որ անձնավորությունը սկսում է խորել այս մասին։ Դժվարության մեջ է, որ մարդը առաջին արձագանքում է, նայում է, հայացք ուղղում է դեպի Տերը։ Հետաքրքիր է, լեն օրվա մեջ, ով Աստծո անունը կկանչի։ Այսօր մեծ հարուստներ կա, երբ որ հետները խոսում ես, ինչ են ասում։ Ես Աստծո օրը, երբ որ արտանում եմ, ասում փառք եմ տալիս։ Ինչի համար։ Ունեցվածքի համար։ Ունեցվածքը վերցրած ձեռքից փառք կտա, թե չէ։ Ասապը այս խնդրի առաջ էր կանգնած։ Եվ նայեք ինչ ասում, որովհետև նախանձով լեցվեց հպարտների վրա, ամբարիշները խաղությունը տեսնելիս։ Ասենք ինքը խաղություն չուներ։ Ամբարիշտ մարդիկ ունեն եւ սա իրեն համար ցավ է։ Այն մարդը, որ Աստծուց հեռու է, ցավ չունի, պրոբլեմ չունի, խնդիրներ չունի, բայց ասապ ասում հավատում է սալմոստների հեղինակ, իրեն կյանքի մեջ պրոբլեմ է, որտեղ նրանք ցավ չունեն, միջև իրենց մա։ Ասապը ուներ։ Եվ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ չեն, ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում, ինքը տանջվում էր։ Եվ 12-րդ համարի մեջ նայեք ինչ է գրված։ Ասրանք են ամբարիշները, որ հաջողակ են աշխարհումս, ավելացում են իրենց հարստությունը։ Ինքը չուներ այդ հարստությունը։ Սիրելիս, Ասապ չուզեցավ ցակցակ գուբ փորել։ Իրեն նպատակը մեկն էր։ Եվ ուշադրություն դարձեք Աստծո ամենամեծ ողորմությունը։ Գրված է 17 համարի մեջ, որ Աստված Ասապին տարավ սրբության տեղը։ Երբ որ ինքը մտավ սրբության տեղ, Ասապի բոլոր այդ մարմնավոր ցանկությունները վերացան։ Եվ ինչ ասում։ Կարդում եմ 25 համարից եւ 26 համարներից։ Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոտ բան չեմ ուզում երկրան, թեև մարմինս ու սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոճն է ու իմ բաժինն է։ Ասապ այլևս չի մտածում ուրիշի պես, չի մտածում այդ ուրախության, խաղաղության, ունեցվածքի, այլ իրեն նպատակ ինչ ասում, թեև մարմինս ու սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոճն է ու իմ բաժինն է։ Պողոս առաքյալը սա էր ասում, որ ինքը հավանել է նեղությունները, տառապանքները, ինչի համար, որ Աստծո շնորհք իրեն կյանքում երևար։ Թող Տեր օգնական լինի մեզ մեկիս։ Բաժանությունը տեղի ունենում մարդ Աստված հարաբերության մեջ մեղքի պատճառով։ Հիշում եք, Եսայի մարգարեության 59-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, այստեղ ինքը Տերը մեզ հետևյալն է սովորեցնում։ Եսայի 59-ի առաջի երկրորդ համարները գրված է հետևյալը. Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց, նրա ականջը չի ծանրացել լսելուց, այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ Աստծո մեջտեղը, եւ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսա։ Բաժանություն տեղի ունենում մեղքի պատճառով։ Հիշում եք, Հեսուի 7-րդ գլուխ 12-րդ համար Հեսուն ինչ էր ասում. Ես ձեզ հետ չեմ լինի, մինչև նզովքը ձեր միջից չանեք։ Սողոմոն իմաստունը տաճարը շինել էր։ Եվ ինքը ամենակալ Աստված խոսում է Սողոմոնի հետ, ասելով. Կարդում եմ 3-րդ թագավորաց գրքի մեջ, նայեք ինչ ասում 6-րդ գլխում ամենակալ Աստված Սողոմոնին 11-ից 13-րդ համարները։ Եվ Տիրոջ խոսք եղավ Սողոմոնին ասելով. Այս տունը դու շինում ես, եթե դու գնաս իմ պատվիրանքներով եւ իմ իրավունքները կատարես եւ պահես իմ ամեն հրամանները, որոնցում կնաս, այն ժամանակ ես կհաստատեմ իմ խոսքը քեզ հետ, որ քո հայր Դավիթ հետ խոսել եմ, եւ կբնակվեմ Իսրայելի որդկանց մեջ եւ իմ Իսրայել ժողովրդին չեմ թողի։ Այսօր, երբ որ մենք Աստծո խոսքը անարգում ենք, այստեղ առաջանում է բաժանություն։ Իսկ ով է անարգում Աստծո խոսքը։
Քուրս ջան, եղբայրներ ջան, ես միշտ օրինակ եմ տալիս, մանավանդ երբ որ երեխաների հետ խոսում եմ, ասում եմ պապային կամ մամային սիրում ես, պատասխանը միանշանակ մեկն է, այո սիրում եմ։ Լավ ասում եմ, եթե սիրում ես, ինչի հորդ խոսքը կամ մորդ խոսքը չես սպահում։ Եթե սիրես կպահես, ավետարանը սա փաստում է, եւ սա օրենք է։ Ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոս, եթե ինձ սիրեք, իմ պատվիրանքները կպահեք։ Ես պատվիրանքը չեմ պահում, որովհետև չեմ սիրում։ Եվ հետաքրքիր է, այդ թագաժարանքի համար, որ ես ասեցի, հետաքրքիր է, եթե աղջիկ է թագաժարանգին մի հատ բան խնդրել, կաներ թե չէ։ Այսօր ամենակալ Աստված մեզանից ուզում են տամենը մեկ բան, որ մենք հավատանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Այս աշխարհի կյանք ունայնությունը։ Կարճ ժամանակահատված ուրախության։ Մեծ մասը ցավ եւ տառապանք է։ Թող Տիրոջ անունը փառորեն։ Իսկ ամենագլխավորը ես ասեցի, երբ է մարդ Աստված հարաբերությունը խզվում, երբ որ մարդը չի հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Եղբայրներ, Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարեության 31-ի 3-րդ համարի մեջ գրված է. Ես քեզ հավիտենական սիրով սիրել եմ։ Հավիտենություն պատկերացնել մի քիչ, չգիտեմ, ամեն մեկը կարող է մեկ ծրտ պատկերացնել։ Բայց այստեղ ուղղակի ուրիշ միտն եմ ասում այդ համարի վրա։ Ինչ է ուզում ասել ամենակալ Աստված, որ ինչ էլ որ անես, մեկ է իմ սերը քո հանդեպ չի մարի։ Հիշում եք, առաջի Կորինթացիս 13-րդ գլխի մեջ գրված է. սերը երբեք չի վերջանա։ Հավիտենական սիրով սիրել եմ քեզ։ Ինչքան էլ քո անորությունները, որ շատանա, խնդիրները, խնդիրները, մեղքերը, մեկ է Աստված քեզ սիրում է։ Ինչու համար։ Ուղղակի այդ սիրո գնահատական ուզում եմ ես եւ դու տեսնենք։ Մենք մեղքերի մեջ ենք, Աստված իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Ամենաթանկն է զոհը։ Բայց ես այդ հավիտենական սիրուն չեմ հավատում։ Հովհաննես ավետարան 3:16 գրված եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդին տվեց։ Այսօր որից է մեկ անձնավորություն կարող է իր որդու կյանքը տա Աստծո համար։ Կա մեկը։ Այդ ծևի մարդ գոյություն չունի։ Բայց Աստված ինչքան է քեզ սիրել, դեռ որ մեղքերի մեջ էիր, որ իր որդին զոհեց։ Դու այս հավիտենական սիրուն չես հավատում։ Ինչու համար եմ ասում ես հավիտենական սիրո վրա։ Երբ որ քո կյանքի մեջ նեղություն, դժվարություն է, դու խորում մտածում ես, որ Աստված քեզ թողել է, չես սիրելիս, սա սիրուց է քո կյանքի մեջ։ Եղբայրը ասես, որ այդ տառապանքները, նեղությունները, փոթորիկները, որ գալիս են քո կյանքի մեջ, այս ամենը ամենակալ Տիրոջ սիրուց է։ Բազում անգամ ասել եմ, ինքը Պետրոսը կամ Պողոսի խոսքերից բազում տեղեր ես կարել է փաստել եւ բերել։ Ինչ էր ասում Տիրոջ խոսքը։ Դուք եք սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Այսօր Աստված ինձ եւ քեզ ուզում է որպես սրբատաշ քար դնել տաճարի վրա։ Քարը, երբ որ քարանքից բերում են, ինքը տաշված չէ։ Քարը պիտի տաշվի։ Իմի հարցը հետևյալն է. մեր ծրագիրը, մեր նպատակը ո՞րն է, երկինքը ժառանգել թե չէ։ Երկինք մտնելու համար Աստված ինձ եւ քեզ պիտի տաշի։ Եթե տաշում է, սա իրեն մեծ սիրուց է։ Որովհետեւ իր հավիտենական ծրագիրը քեզ հետ, որ դու երկնքում լինես իրեն հետ։ Եթե տաշված չէ, չես կարող իրեն հետ լինել։ Հիմի հարցը հետևյալն է. ինչ չափով եմ հավատում սրան։ Սիրելիներ, նորից եմ ասում, մարդը կասկածում է Աստծո հավիտենական սիրո վրա։ Մարդը կասկածում է Աստծո հավիտենական նպատակի վրա։ Աստված նպատակ չունի մարդուն կորցնելու։ Գրված է. ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզել, այլ դարձի գալը եւ ապաշխարելը։ Եվ այսօր ինչն է իրեն ծրագիրը մեր ամեն մեկի հանդեպ։ Հիշում եք, Եսայի մարգարեության 55:10-11 համարի մեջ գրված է, ինչպես որ ձյունը անձրևը իջնում են, չէ՞, արգասավոր են անում, պտուղ են տալիս, այնպես պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, եւ պիտի պարապ հետ չդառնա ինձ մոտ, եւ պիտի հաջողվի։ Այսինքն Աստված իր խոսքը իր որդին ուղարկել է, ինչու համար որ հաջողվի, ո՞րն է հաջողությունը։
որ դու երկնքում լինես։ Ուրիշ հաջողություն չկա։ Աստծո ծրագիրը սա է։ Իսկ դու այս ծրագին չես հավատում, չես հավատում իր անձերին։ Քո կյանքի մեջ խնդրեմ է, կարծում ես, թե Աստված քեզ չի սիրում, եւ հետևանքը թողնում ես ամենակալ Տիրոջը։ Սիրելիս, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք Աստծո հավիտենական ծրագիրը մարդու վրա։ Երկրորդ մնացորդած 33-ի 1-ից մինչև 12-րդ համարը, եթե կարդաք, այնտեղ խոսում է Մանասեի մասին։ Մանասեն մեծ չարություն գործեց։ Եթե մենք որպես մարդ լինենք, ես եթե լինեի մեղա, 1000 մեղա Աստծո տեղը, որ աննան երբեք մարդը չի կնա Աստծո տեղը լինել։ Եթե ես լինեի ենթադրենք այս վիճակի մեջ, Մանասեն կդատապարտեի։ Ինչ է գրված, Մանասեն 12 տարեկանից թագավոր եղավ, իր հայրը Եզեկիան քանտել էր բոլոր կուռքերը, բարձրավանդակները։ Մանասեն նորից վերականգնեց։ Այսինքն մերժեց Աստծուն, ինքը քարին փետին էր երկրպագություն անում, թողնելով ամենակալ Աստծուն։ Բայց հավիտենական սերը եւ հավիտենական նպատակը Մանասեի վրայով ո՞րն էր։ Աստված չէր ուզում Մանասեն մեռներ։ Եվ ինչ արեց, գրված է, որ Մանասեի վրա ուղարկեց Ասորոստանի թագավորը զորավորներին, գրված է, կապեցին տարան գերության մեջ։ Մի հարց, ինչ էր, ո՞րն էր գերության նպատակը։ Աստծո հավիտենական ծրագիրը, որ Մանասեն մտնի երկինք։ Եվ գրված է հետևյալը. բերեցին Բաբիլոն իրան, եւ երբ որ նեղության մեջ էր, խնդրեց իր Տեր Աստծո երեսը, եւ շատ խոնարհվեցավ իր հայրի Աստծո առաջ, եւ աղոթք էր անում նրան, եւ նա նրա աղոթքն ընդունեց, նրա աղաչանքը լսեց, նրան ետ դարձրեց Երուսաղեմ իր թագավորության մեջ, եւ Մանասեն իմացավ, որ Եհովան է Աստված։ Հիմի հաստ գերությունը նպաստեց Մանասեի ապաշխարությանը, թե չէ։ Աստծո հավիտենական ծրագիրը եւ նպատակը։ Եղբայրներ, մենք խորը մտածում ենք մարդկայնորեն, նորից Հռոմեացիս 12:2-ին եմ անդրադառնում, երբ որ մեզ ասում են, որն է Աստծո կամքը, մենք միշտ ասում ենք, այն, ինչ որ մեր սրտի մեջ կա, որը որ մենք ուզում ենք։ Միշտ ասում ենք, Աստծո նպատակը կամ Աստծո կամքը, բարին, հաճելին կատարան, իսկ որն է բարին, մեր սրտի ուզածը։ Մեր սրտի ուզածը չեղավ, բարի չէ։ Սերներ, դա Աստված, որ երբեք մեր սրտի ուզածը չլինի, այլ լինի Աստծո ուզածը։ Իսկ որն է Աստծո ուզածը, քո հավիտենական կյանքը։ Աստված երբեք որից մեկին իր հոժար կամքով չի ցավեցնում։ Աստված երբեք մարդուն չի տանում փորձություն, որ մարդը կորի։ Աստծո փորձության, նեղության հիմքում ընկած է մեկ բան, քո կատարելությունը։ Եղբայրը ասեց, երկրորդ օրինաց 8-րդ գլխին, ամենակալ Աստված ասում է, հիշիր այս 40 տարիները, որ անապատի մեջ քեզ մանացեցին։ Որն էր այդ 40 տարիների նպատակը։ Քեզ փորձելու քո սրտի միջինը իմանալու համար, թե արդյոք իրեն պատվիրանքները կպայես, թե ոչ։ Որ մարդը հավատա, ոչ միայն հացով կապրե մարդ, այլ նաև Աստծո խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Բայց երբ որ մեր կյանքում այս խնդիրն է, մենք միշտ խորը մտածում ենք, որ Աստված մեզ չի սիրում։ Սա բացարձակ սուտ է։ Աստված քեզ սիրում է։ Եվ այդ սիրո ամենառաջին գրավականը իր որդու մահն էր, խաչի վրա։ Որդին մահացավ, հարություն առավ, որպեսզի մեզ կյանք տա։ Իրեն անունը փառորի։ Հիմա հարցը հետևյալն է, հավատում ենք սրան, թե չէ։ Սիրելիներ, թող Աստված օգնականն է։ Աստված երբեք չի ուզել որից է մեկի կորուստ։ Մանավանդ այն մեկի, որի համար որ ինքը արյուն է թափել։ Դու շատ թանկ արժես Տիրոջ համար։ Եթե Աստված քեզ համար իր որդին է զոհել, կուզել, որ դու կորես։ Ինքը Աստված է, ինքը տեսնում է, ինքը գիտի սկիզբը եւ վերջը։ Հիշում եք, Սաղմոս 2-ն ինչ էր ասում. դեռ չծնված քո մոտ գրված է իմ կյանքի բոլոր օրերը։ Հիմա Աստված իր որդին զոհել է քեզ համար։
Գիտի քո ամեն մեկ սխալները, թերությունը գիտի ինչ պիտի անես։ Ինքը գիտենալով է զոհել։ Որն է նպատակը, որ վերջնակետում դու հավատաս իրեն հավիտենական սիրում եւ հավատաս իրեն հավիտենական ծրագրին։ Որ իրեն նպատակը մեկն է, որ դու մտնես երկինք։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամբողջ աշխարհն հավատում է։ Ես բազում անգամ ասել եմ, երբ որ Աստված մարդուն արարել է, եւ արարումից հետո բազմացումը, բոլոր մարդու մեջ կա հավատք։ Չկա անձնություն, որը հավատ չունենա։ Ինչի համար է Հուտան 20 համարում ասում, բայց դուք սիրուներ ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Այսօր մարդը հավատում է Աստծո գոյությանը, բայց նաև հավատում է, որ այս աշխարհի մեջ կյանք կա։ Հավատում է, որ եթե իրեն սրտի մեջ ամեն բան կատարվեց կամ իրեն ուզածի պես եղավ, ուրեմն ամենը լավ է։ Հետաքրքիր է, ինչ եք մտածում։ Սողոմոնը երբեք չէր մտածես ամենը ունենալու համար։ Ունեցավ 700 հատ կին, 300 հատ, ունեցավ ամենամեծ հարստությունը, վերջնակետում գրեց ամեն բան ունայն է։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Սիրելի անմահ հոգի, դու Տիրոջ հայրանկինն ես, շատ թանկարժ ես։ Այսօր աշխատի Տիրոջ մեջ չբաժանվես։ Ինչ էլ որ լինի քո կյանքի մեջ, հիշիր ընդամենը մեկ բան, որ Աստված թույլ է տվել։ Երեմիայի ողբի մեջ գրված հետևյալը, 3-րդ գլուխ 37 համար։ Ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայել։ Այդ փոթորիկները Տերն է հրամայում։ Ինչի համար, որ ինձ եւ քեզ կատարյալ անի։ Զաքարիա 13-ին համարի մեջ գրված է. եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ։ Նրանց պիտի զտեմ, ինչպես զտում են արծաթ, եւ նրանց պիտի փորձեմ, ինչպես փորձում են ոսկին։ Սրանից հետո է գրված. եւ նա կկանչի իմ անունը եւ կասեմ, որ նա իմ ժողովուրդն է։ Իրեն ժողովուրդը այդ կրակի միջից դուրս է կասնա։ Այդ նեղության տառապանքի խնդիրների մեջ համբերացնը, որը չի կասկածում Աստծո սիրո վրա։ Միսակ Սեդրակ Աբեդնագովին, երբ որ Նաբուկոդոնոսորը հրամայեց գցել կրակով բորբոքված հնոցի մեջ, իրենք չկասկածեցին Աստծո սիրո վրա եւ չասեցին. լավ, մենք այսքան քեզ հավատում ենք եւ արդյունքը կրակի հնոցն է։ Աբրահամը հավատում էր ամենակալ Տիրոջը։ Աբրահամը դուրս եկավ իրեն երկրից, հարազատներից, եւ ինքը չասեց, լավ, ես քեզ հավատացի, անորոշ վիճակ դուրս եկա, չգիտեի ինձ ուր էիր տանելու, արդյունքը սա է, որ իմ որդին հանեց զոհասեղան։ Աբրահամ չէր կասկածում։ Հիշում եք, Եբրայեցիս 11-ի մեջ գրված է. Աբրահամ հավատաց, եթե նույնիսկ մեռնի, հարություն կառնի։ Միսակ Սեդրակ Աբեդնագովը հավատացին Եսայի մարգարության մեջ գրված տողերին, որտեղ որ ասում է, եթե կրակով անցնես, կրակը քեզ պիտի չվայելի, որտեղ ես Տերը սխալվածն եմ։ Այսօր մենք պիտի հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին, պիտի հավատանք իրեն հավիտենական սիրուն, պիտի հավատանք իրեն հավիտենական ծրագրին։ Տիրոջ